Փառք սիրելի քույրեր, ամեն բանի մեջ թող Տիրոջ անունը փառավորվի։ Այս մեծ ողորմության համար, որ Տերը մեր կյանքում շնորհեց այս առավոտը, որ մեր ոտքի քայլերը ուղղվել են Տիրոջ առջև գալուն, թող ամեն բանի մեջ Տիրոջ անունը փառավորվի։ Մինչ աղոթքի կանգնելը, քույրեր եղբայրներ, ես կուզեի ընթերցել մեկ սաղմոս, Դավթի սաղմոսներից, ամենքդ երևի անգիրել գիտենաք, բայց այս խոսքերի մեջ կա մի կյանք, որ կուզենայի ուշադրություն դարձնենք, եւ ինչպիսի փափագով, որ Դավիթն էր լցված, նաեւ մենք այդ փափագով Տիրոջ առջև այսօր կանք։ Կընթերցեմ 23-րդ սաղմոսը, որտեղ Դավիթը այսպիսի խոսքեր ասեց. Տերը իմ հովիվս է։ Փառք Տիրոջը, փառք մեր հովվին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ իր հավիտենական ողորմությամբ քույրեր եղբայրներ մեզ այսօր հովվել է։ Եվ ավետարանի խոսքն ասում է ինձ ու քեզ, որ որտեղից երկուսը երեքը միաբան իմ անունով գտնվեն, ես այնտեղ նրանց մեջ ներկա եմ։ Եվ Դավիթն ասում էր. Տերը իմ հովիվս է, եւ ես բանի կարոտություն պիտի չունենամ։ Այսօր մենք կյանքում ինչ որ բաների կարոտում ենք, բայց ավետարանը բացում է քո առջև մի ճշմարտություն, որ Տերը կարող է այդ ամեն կարիքները, այդ ամեն կարոտները լեցնել իմ ու քո մեջ, երկնքից եկած կյանքով, իր ավետարանի ճշմարտությամբ, իր հավիտենական խոսքով, որ հոգի ու կյանք է։ Եվ այսօր Աստված իմ ու ձեր կյանքում շնորհել է այս ժամանակները, որ իմ ու քո ականջը լսի այդ կյանքի խոսքերը։ Հիսուս, երբ խոսում էր սամարացի կնոջ հետ, նրան ասեց մի խոսք. Ով կին, եթե դու գիտնայիր քեզ հետ ով է խոսողը, դու նրանից հավիտենական կյանք կլցես։ Եվ այսօր սիրելի քույրեր եղբայրներ, ավետարանն ասում է ինձ ու քեզ, որ ես բանի կարոտություն պիտի չունենամ եւ զիս խոտավետ արոտներու մեջ կպարկեցնե, հանդարտ ջուրերիքով ինձի կառաջնորդե եւ հոգիս կնորոգե, իր անվանը համար արդարության ճամփաներու մեջ կառաջնորդե նա ինձի, եւ թեև մավան շուքի ձորի մեջ ալ պտտիմ, ես չարեմ պիտի չվախնամ, վասնզի դուն ինձի հետ ես ով Տեր, քու ցուպը դու գավազանդ անոնք զիս պիտի մխիթարեն, եւ սեղան մը կպատրաստես իմ առջևս թշնամներուս դիմաց, եւ իմ գլուխս հիմա յուղով կոծես, իմ բաժակս խիստ լեցուն է, հիրավի բարերարություն ու ողորմություն ինձի հետ պիտի կան իմ կյանքի բոլոր օրերու մեջ, ու շատ օրեր Տիրոջը տան մեջ պիտի բնակվեմ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որ Աստծո ողորմությամբ ես եւ դու գտնվում ենք Տիրոջ տան մեջ, եւ ավետարանի խոսքի ու խոստմունքի համեմատ, ինչպես ավետարանն է ասում, Տիրոջ խոսքը զիս խոտավետ արոտներու մեջ կպարգեցնես ու հանդարտ ջուրերուքով զիս կառաջնորդես։ Եղբայրներ, քույրեր, փառք Տիրոջը, փառք տանք ասուն այսօր համար, շնորհակալ ենք, որ Տերը մեզի կամեցավ նորից իրարու տեսանք։ Աստված թող մեզ իր հետ եւ ձեզ հետ մեզ բոլորիս հաղորդակից դարձնի Աստծո խոսքի եւ շնորհքի կամքի համաձայն։ Թող իր անունը փառավորվի։ Օրհնյալ է մեր Աստվածը սիրելիներ, շնորհակալ ենք, որ այստեղ ենք, Տերը մեզ բերեց, որբեզի նորից լսել տա իր կենաց խոսքերը, որբեզի միշտ իր խոսքի համաձայն նայենք, ապրենք, քայլենք, ընտանանք սիրելիներ եւ Հիսուսի անունը փառավորվի հավիտյանը Սավդենից, փառք իրան։ Երբ որ Ալբերտ եղբայրը խոսում էր սիրելիներ Աստծո խոսքի վերաբերյալ, որ իրապես միշտ նայենք Աստծո խոսքին, Տերը թող օգնական հասնի, ես նախորդ այդ վերաբերյալ ուզում եմ կարդամ մի համար եւ դրա վրա մի քիչ այդպես խորենք, նայենք Աստծո խոսքի եւ կամքի համաձայն ուզում եմ Եբրայեցիների 12-րդ գլխի 2-րդ համարը կարդամ ցրան։ Եբրայեցիս 12:2 Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, ու այն ուրախության համար, որ իր առջև կեցած էր խաչը հանձնարավ, ամոթար համարեց ու ասոյատորի
աջ կողմը նստավ սիրելներ։ Եվ առաջի պարբերությունը Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Ինչ է նշանակում սա սիրելներ։ Սա չի նշանակում մենք պետք է նայենք, տեսնենք Հիսուսին որտեղ պետք է գտնենք, որտեղ է Հիսուսը, կարող է միտեղ պահված է կամ թաքնված է։ Հիսուսին նայում ենք իր խոսքի միջոցով։ Հիսուսին տեսնում ենք իր խոսքի միջոցով, իր խոսքի համաձայն։ Ով է այսօր Հիսուսին նայում։ Այսպես կոնկրետ ես մտածում եմ, ես ում եմ նայում, որտեվ Աստվածաշունչ գիրքը մեզի շատ տեղերում, ես իհարկե օրինակները կբերեմ, որ շատ են, այդպես տասնյակ օրինակներ կան, որ մարդիկ որ ժամանակ ում են նայի, ես այսօր մտահոգ եմ եւ աղոթք եմ անում Տեր օգնիր ինձ եւ նրանք ովքեր որ այսօր Հիսուսին չեն նայել կամ եկուց պիտի չնայեն սիրելներ կամ այն ժամանակում անցած տարերում թե հին ուխտի եւ թե նոր ուխտի մարդիկ որոնք որ թողել են Հիսուսին չեն նայել Հիսուսին Աստվածին ասում եմ Տեր դու ողորմե որպես իմ կյանքի բոլորում կարողանամ քո խոսքին քեզ նայեմ Եվ դրա համար սիրելներ հարց է առաջանում այսօր արդյոք ես այսօր ում եմ նայում մի բան ասեմ սիրելներ թող զարմանք չլինի Տեսեք բոլոր տարիների մեջ եղել են այնպիսի մարդիկ այնպիսի հավատքի մարդիկ որ նայել են Հիսուսին նայել են Աստծուն նայել են Աստծո խոսքին Աստծո խոսքի ճշմարտ համաձայն խոնարհվել են Աստծո խոսքի առջև եւ կատարյալ արդյունք են ունեցել ես ում եմ նայում եւ կարող եմ հարց ասեմ դու ում ես նայում սիրելի քրիստոնյա այսօր քո առաջնային նայվածքը որն է օրինակ եթե աշխարհի սկզբից վերցնենք թե ինչպես են նայել հələ դեռ այդպես օրենքները չկային սիրելներ օրինակ համար դուք Աբրահամի պատմությունը լավ գիտեք հա Աբրահամը նայում էր Աստծուն նայում էր Աստծո սածին Աստծո խոսքին իսկ նրա կողքին իր եղբոր որդին վերջը Ղովտը ինչի էր նայում, ում էր նայում սիրելներ, որտեղ է ջրարպի տեղերը, որտեղ են լավ անասուն պահելու երգիրը, որտեղ կարող ինքը լավ ապրեր։ Տեսակ սիրելներ, վաղճանին ինչ տեղ ունեցավ, հա? Դուք լավ գիտեք։ Գնաց հասավ Սոդոմ Գոմոր իր վրանը հիմնեց այնտեղ եւ տեսակ թե ինչ տեղ ունեցավ վերջում։ Սիրելներ, դուք գիտեք, որ աշխարհի վերջը պիտի գա։ Այդ նույն կրակը պիտի երկնքից հայտնվի երկրի վրա։ Ես ում եմ նայում։ Աբրահամը տեսավ, հեռվից տեսավ այդ քաղաքները, որոնք կործանվում էին, ինքը մտահոգ էր մի բանի, ինչ եղավ Ղովտի ընտանիքը։ Տեսակ սիրելներ, ինչ տեղ ունեցավ։ Ես չեմ ուզում պատմեմ դրա մեջ խորանամ, որտեղ բոլորը գիտեք, ես ուզում եմ ասել, ես այսօր նայում եմ Հիսուսին, նայում եմ Աստծուն, նայում եմ Աբրահամի նման Իմ վերջը ես որտեղ եմ տեսնում Հիսուս, ես իմ վերջը հավատքով տեսնում եմ, որ վերջը Տեր, դու ընձի գտել ես, ընձի կանչել ես, ընձի քո որդուդ հայտնել ես, քո որդուդ այրունը իմ համար թափվել է, ես միշտ քեզ նայեմ, որտեղ առանց իրան գրված է 15-րդ գլուխ 5-րդ համար մեջ առանց ընձի բանը չեք կրնանել դա գրված է Հիսուսն է ասել տեսեք ես մեկ ուրիշ տեղ կարդամ սիրելներ մեկ ուրիշ տեղ տեսեք Հակոբոս Արաքյալը իր առաջի գլխի 25 համարը կարդամ սիրելներ բայց այն որ ազատության կատարյալ օրենքին աչք տնկելով կնայի անոր մեջ կկենա տես այստեղ ավելացրեց այսինքն այդ խոսքի մեջ կկենա Ոչ միայն կլսի, ոչ միայն կքարոզի, ոչ միայն կասի կամ կվգայի, այլ անոր մեջ կենա, անոր խոսքի մեջ կենա, անիգա խոսքը լսող ու մորցող չլալով, հաբա գործը կատարող երանելի պիտի լա իր կատարելու մեջ տեսակ, երանելի պիտի լա, որտեղ խոսքին, որ նայում ես եւ այդ խոսքին կատարելուն ես նայում սրելներ, նրա մեջ ես մնում, խոսքը լսող մոռացող չես լինի։ Ասու խոսքը այդպես է, յուրաքանչյուրս այդպես է ասում սիրելներ, որովհետեւ մենք այսօր գիտակցենք մեր միտքը բացվի Աստվածին։ Օրինակ բերեք նոր կետականից էլի օրինակներ շատ կան, ես մի քանի օրինակներ իհարկե պիտի բերեմ։ Պողոս Արաքյալը ում էր նայում սիրելներ, ասում Հիսուսին էր նայում, հա։ Դեմաս ում էր նայում, հա։ Դեմասը սիրեց աշխարհը, թողեց, գնաց։
Սերներ, ում եմ ես նայում։ Պողոս առաքյալի ուշքը, միտքը, այդպես ասում են, սիրտը բոլոր դեպքերում կապված էր Հիսուսի Աստծո հետ, բայց Դեմասը այդպես չէր, սիրելիներ։ Օրինակ կարող ենք ասել առաքյալներից բոլորը չէ։ Հուդան ում էր նայում։ Հուդան նայում էր 30 արծաթին։ Իսկ այն 11-ը նայում էին Հիսուսին, սիրելիներ։ Թող Տեր օգնական հասնի։ Եթե մենք այսօր իսկապես այս բոլոր բաները մեր ներսը չդնենք, մեր ներսում ոնց որ ասած ամբարենք, մեր ներսում այդպես կուտակենք, սիրելիներ, մենք ոչ մեկից լավը չենք։ Ասում եմ Տեր, եթե դու չպահես ինձի, եթե մի օր չպահես, ես Հուդա էլ կլինեմ, Դեմաս էլ կլինեմ, Ղովտ էլ կլինեմ, էլ Բեթար էլ կլինեմ։ Առանց Աստծո բանը չենք կրնանել, մեր հույսը, մեր հավատքը պետք է կապենք Աստծո եւ իր խոսքի հետ ու ասենք Տեր, քեզի քո խոսքին նայեմ, ամեն օր գիշեր ու ցերեկ քո խոսքին նայեմ։ Տեսեք, Հիսուսը անձամբ խոսեց, երբ որ կարդում ենք Ղուկասու ավետարանը, տեսեք ինչ է ասում այստեղ Հիսուսը։ Բոլոր իրեն հետևողներին, բոլոր իրեն գալողներին, ուղղակի ես մի համար պետք է կարդամ, որտեղ պետք է սիրելիներ նշեմ հետևյալը, որ Հիսուսը խոսեց, առաքյալները բոլոր լսեցին, նաև իր հետ շատ մարդիկ լսեցին։ Օրինակ ես մեկ մտածում եմ, ասում եմ Տեր, ես էլ եմ շատ լսում, ես էլ եմ կարդում, ես էլ եմ, բայց միայն լսող կարդացող չլինեմ, սիրելիներ։ Իհարկե ես համարից բացի ես նոր միտքս ընկավ հետևյալ համարը, որ ուզում եմ կարդալ հետո Ղուկասը կարդալ, այստեղ շատ հրաշալի համար կա գրված, որ վկայում է Հովհաննես առաքյալը հայտնության առաջի գլխի, սիրելիներ, 3-րդ համարը։ Տեսեք, հայտնություն 1:3 Երանի անոր որ կկարտա ու անոնց որ կլսեն, էլի Երանի է տալիս, կարդացողին է, լսողին է, որ Երանի որ կարդում եք, բայց կարևորագույն մի բան կա, տեսեք ինչ կա գրված։ Ասում է անոնց որ կլսեն ու այս մարգարեության խոսքերը եւ կպահեն ինչ որ անոր մեջ գրված է, վասնզի ժամանակը մոտ է։ Այ Երանին անց որոնք որ կարդան կպահեն այս մարգարեության խոսքերը, որտեղ ժամանակը մոտ է։ Եվ տեսեք, Հիսուսը երբ որ խոսում էր, քարոզում էր Հրեաստանով մեկ սիրելներ, ինքը այսպես մի կարճ կանգնեց հետևյալի վրա սիրելներ։ Հիշում եք որ հարց էր տալիս, արի մեդուս մեկն ասում էր հորս պիտի թաղեմ, մեկն ասում էր երտամ մնաց բարի եղնեմ, մեկն այսինքն մարդկանց մտքերը դեռ աշխարհ ուրիշ բաներ էին։ Բայց Հիսուսը հետևյալն ասեց 9-րդ գլուխ 62 համարը, Ղուկաս 9:62-ի։ Հիսուս սավանոր, ոչ մեկը որ ձեռքը մաջի վրա կտնի ու յետին կնայի, Աստծո թագավորությանը հարմար չի սիրելներ։ Այսինքն Աստծո խոսքին չես նայում, հետ ես նայում։ Օրինակ, սիրելներ, երբ որ մենք հետ ենք նայում աշխարհին, ես այսպես եմ կարծում, աշխարհի մեջ աշխարհի վրա բացի մեղքից եւ պղծությունից ուրիշ բան մենք այսօր չենք տեսնում, այդպես է, թե այդպես չի։ Իսկ երբ որ նայում ենք Հիսուսին, նայում ենք իր խոսքին, նայում ենք իր ամեն ասածին սիրելներ, ասում է հարմար չի լինում այդ անձնավորությունը, որ մեկ Հիսուսին է նայում եւ մեկ էլ հետ աշխարհին է նայում։ Թող Աստված օգնական հասնի եւ գուցե եւ մեկ չի լինում, որ մենք էլ ասում ենք, այնիսպես գուցե ես էլ անեմ, չէ, սիրելիս, մինչև վերջը նայիր Հիսուսին, որտեվ Հիսուսը քեզի համար հավանական կյանք է բերել։ Դուք գիտեք, որ ինչ որ մենք ունենք, չունենք, ինչ որ ունենք, չունենք, շուտով բոլորը պիտի այրվին։ Բոլորը պիտի վառվին։ Եվ պիտի նրանք մնան, ովքեր որ իրանց հույսը, հավատը, իրանց ոնց որ ասած աչքերը ուղղել են Տիրոջը, ուղղել են Աստծո խոսքին, սիրելներ։ Տեսեք, ես նա ուրիշ օրինակ եմ բերում, մինչև անգամ տեսեք այն երկու քույրերը, Մարտան ու Մարիամը, Հիսուս այցելել էր Բեթանիա եւ իրանց տուններ։ Եվ տեսեք ինչ էր տեղ ունեցել այնտեղ սիրելներ։ Ինչի Մարիամը չգիտեր, որ Հիսուսը սոված է, երկար ճանապարհ է եկել։ Բայց Մարիամը նստեց Հիսուսի ոտքերի մոտ։ Նստեց, որպեսզի լսի այդ կյանքի խոսքը, լսի այդ ճշմարտության խոսքը, լսի այդ փրկության ավետարանը, լսի եւ նայում էր Հիսուսին, մինչեւ անգամ, տեսեք, մենք լավ գիտենք, շատ լավ գիտենք, որ հյուրասիրությունը դա շատ լավ բան է։
Նամանավանդ որ Մարտան հաց էր պատրաստում Հիսուսի համար, բայց Հիսուսը ասեց. աղեկ բաժինը մայրամն է ընտրել։ Դու այդ աղեկ բաժին ընտրել ես քրիստոնյա ջան, աղեկ բաժինը։ Հույրասիրությունից առավել, ամեն բանից առավել ասում եմ Տեր, ամեն բան ինչ որ դու արել ես ու ասել ես Սուրբ Գրքի մեջ, բոլորը կարևոր են, բայց կարևորից կարևոր էլ կա, գիտեք սիրելիներ։ Օրինակ հույրասիրությունը շատ լավ բան է, բայց այդ կարևորությունից ավելի կարևոր գլխավորը կա, որ նայել Հիսուսին, նայել խոսքին, նայել Աստծո ասածին, այդպես է թե այդպես չի սիրելիներ, ինչպես եք դուք մտածում։ Նայել, որտև Հիսուսի ասած խոսքը հավիտյան իրական է։ Օրինակ ես միշտ այդպես համեմատել եմ, դուք էլ լավ գիտեք, այնպեսի տողեր եմ ասում, որ դուք շատ անգամ կարդացել եւ լսել եք սիրելիներ։ Դավիթը նախադինքի մեջ էր, հալածանքի մեջ էր, դժվարության մեջ էր, նախադվում էր Սավուի կողմից, ամեն օր փնտրում էին, որ սպանեին, Դավիթին իշկան, օրեր ու տարիներ գուցե անցավ, մենք այդ ժամանակաշրջանը չգիտենք, բայց բավականի ժամանակ Սավուղը փնտրում էր Դավիթին սպանել։ Դավիթը նայում էր Աստծուն, Սավուղը նայում էր սպանելուն։ Տեսնում եք, բայց ընդրված թագավոր էր։ Իր այդ մոտավորապես 18-20 տարին, որ նայում ենք հերթականությամբ, տեսնում ենք, որ Սավուղը շատ լավ բաներ արել է։ Շատ լավ բաներ, բայց վերջում ընկավ, խոդորվեց, դժվարացավ, խնդիր առաջացավ։ Ես էլ եմ մտածում, Տեր, կարող է մեր կյանքի մեծ մասը քեզի ենք եկել, քեզի ենք նայե, չլինի որ հանգարց մինչև վերջը հավատարիմ չմնանք, պահե մեզի, պահե ինձ Տեր, Տերը թող պահի ինձ եւ ձեզ։ Սիրելիներ, մենք այս մարդկանցից լավ չենք։ Օրինակ, երբ որ Սաուղը մարգարանում էր, Սաուղը բարիքներ անում, Սաուղը թշնամիներ էր հաղթում, Սաուղը շատ գործեր արեց Իսրայելի մեջ, բայց վերջում չմնաց, Տիրոջ խոսքի մեջ չմնաց։ Դավիթը մնաց սիրելիներ։ Տեսնում ենք, սիրելիներ, ինչպիսի բաներ կա այսօր երկրագնդի վրա, որ այսօր կարող է խաբել մեզի, ինձ եւ ձեզ, զգուշություն անենք, որտեվ չգիտենք։ Օրինակ, դուք տեսնում եք, որ Սամվել մարգարեն ինչպիսի մարգարե դատավոր եղավ Իսրայելի մեջ։ Դուք լավ գիտեք, իր կյանքի բոլոր այն մանկությունից ի վեր ինքը նվիրվեց Տիրոջը եւ ապրեց տաճարի մեջ։ Բայց հեղին իր կողքին այդպես չէր սիրելներ։ Հեղին ինչ էր նայում, ինչ էր անում։ Մենք չենք ուզում չարախոսենք կամ ինչ որտեղ վադաբանենք, բայց Սամվել մարգարեն, Սամվել մանուկը ում էր նայում սիրելիներ, ում հետ էր խոսում ինքը։ Իր սիրտը, հոգին ու միտքը Տիրոջ հետ էր սիրելիներ, բայց հեղինը այդպես չէր։ Սիրելիներ, ես մեկ ասում եմ Տեր, ոչ հեղից եմ լավ, ոչ Սաուղից եմ լավ, ոչ Հուդայից եմ լավ, ոչ մյուսներից եմ լավ, ոչ մեկից լավը չեմ, եթե դու ողորմություն չանես ու չպահես։ Հələ մի բան ասեմ, ասենք շատ տարիների հավատացյալներ այստեղ շատ կան, հիշեք առաջ իշկան մարդիկ են եղել, այսօր չկան, աշխարհում են, հեռացել են, մերժել են, թե եղբայրներ, թե քույրեր, տեսեք ինչ օրն են ընկել, ինչ վիճակի մեջ են եղել։ Փառք Տիրոջը Տերը մեզի պահել է եւ թող Տերը ամեն օր պահի մինչեւ մեր կյանքի վերջը, մինչև Հիսուսի օրը, գալու օրը, հափշտակության օրը Տերը թող ողորմանա ու պահի։ Ես այդ գնացողներից ոչ մեկից լավ չեմ, ոչ մեկից բարի չեմ, բարին Աստված է, որ ինձ եւ ձեզ պահում է սիրելիներ։ Եվ դրա համար ես մի հատ օրինակ էլ բերեմ, հետո միտեղ էլ պիտի կարտամ եւ ավարտեմ խոսքս։ Ես այսպես նայում եմ ամբողջ Իսրայելի ժողովուրդը, տեսեք ինչ բաներ տեսան, ինչ հրաշքներ, ինչ զորություններ տեսան, թե Եգիպտոսի երկրում, թե անապատի մեջ, իրան ճամփորդության մեջ։ Եվ այնտեղ Մովսես առաջնորդում էր Ահարոն ու մյուսները, իշկան մարդիկ նայեցին Աստծուն Իսրայելի ծերերը։ Մովսեսը նայում էր Աստծուն, բայց Իսրայելի ժողովուրդը նայում էր դեպի ետ, ուր էր նայում։ Եգիպտոս։ Մովսեսը, Ահարոնը, մյուսները, շատերը, Քաղեբը, Հեսուն, դուք լավ գիտեք, նայում էին Աստծուն, որ Աստված ինչ որ իրանց համար ասել է, դա իրական է, դա պիտի տեղ ունենա, դա պիտի կատարվի, իրանք պիտի հասնեն մինչև կատու մեղր բխող երկիրը, պիտի Աստծո տվածը վայելեն, փառավորեն պիտի ասում, բայց չհասան շատերը սիրելիներ։
ասնե շատերի տրտնջողների ոսկորները անապադի մեջ ընկան, որտեղ նրանք ետ նայեցին։ Նորից հարցնամ սիրելիներ, ինձ եւ ձեզ, ես ու դու ում ենք նայում։ Մովսեսի պես նայում ենք, Դավիթի պես նայում ենք սիրելիներ, Պետրոսի, Հովանեսի պես նայում ենք, թե հակառակին տգար, գնացած, հեռացած, ու այդպես բյուրավոր օրինակներ կան, հազարավոր օրինակներ կան սիրելիներ Սուրբ Գրքի մեջ, որ կարդում ենք, թե ինչեր կատարվեց մարդկանց հետ, եւ այսօր էլ է կատարվում այդպես։ Եթե ուզում ես հավիտյան ապրես, եթե ուզում ես Հիսուսին տեսնես, եթե ուզում ես հափշտակվես, եթե ուզում ես բաժին ունենաս, ուրեմն պետք է նայես իրան, այսինքն սիրա կյանքի խոսքերին, ճշմարտության խոսքին, ավետարանին պետք է նայվի սիրելներ, որբեսզի նրա մեջ ապրենք, թեպետ Աստված, ես էլ կարդամ եւ աղոթքի կանգնենք, թեպետ Աստված սիրելներ, ոչ մեկին զորով, ոչ մեկին ոչ մի բանով չի համոզում կամ բան, նա խոսք է ասել եւ այդ խոսքին ես պետք է հավատքով ընդունեմ եւ հետևեմ այդ խոսքին։ Տեսեք, ժողովող 11-րդ գլխի 9 համարում, որ այստեղ իհարկե գրված է երիտասարդների համար, բայց ես այսպես եմ համարում, նաև վերաբերվում է ինձ եւ ձեզ, բոլորիս վերաբերվում է սիրելիներ։ Տեսեք 9 համարում ինչ է գրված. ով երիտասարդ, քո մանկությանդ մեջ ուրախ եղիր։ Երիտասարդության օրու մեջ սիրտը թող քեզ զվարճացնե, եւ քո սրտի ճամփաներով է աչքերիդ նայվածքով քայլե, բայց գիտիր, որ ասոնց ամենու համար Աստված քեզ դադաստանի պիտի բերե։ Դες Աստված ասում է, որ ուզում ես գնա, ինչ ուզում ես արա, բայց հիշիր մի բան, որ վերջում պետք է դադաստանի կանգնես։ Բոլորից վերաբերվում է թե ոչ սիրելիներ։ Ինձ է եւ վերաբերում եւ ցեզ է վերաբերում, թող Աստված օգնական հասնի։ Այս կարճ խոսքերի մեջ էսպես տեսնում եմ, որ սիրելիներ, ինձ պետք է ամեն օր կպչել Հիսուսին։ Ինձ պետք է ամեն օր իր ոտները կրկեմ, ասեմ Տեր ինձ պահե, Տեր ինձ հավատարիմ դարձրու, ինձ մի մոռացի, ինձ մի թողր։ Դավիթի իր վատ տգար վիճակի մեջ ես էլ ասեմ եւ աղոթքանեմ, այն որ դժվարանում է վիճակը, հիշում եք մի երկու տեղ գրված է, չեմ կարդում, բայց հիշեցնում եմ, դուք գիտեք, Տեր շուտ արա հասիր, շուտ հասիր ինձի։ Հիշում եք այդպեսի տեղեր, Տեր շուտ հասիր ինձի։ Եթե վիճակը դվատ է, եթե տգարություն, դժվարություն, խնդիր կա, ասա Տեր շուտ հասիր ինձ։ Ես քո կարիք ունեմ։ Ես քո այսօր ողորմության շնորհքի, քո բժշկության կարիք ունեմ։ Շուտ արա հասիր ինձ։ Վաղը կարող է ուշ լինի, սիրելիներ։ Վաղը կարող է ուշ լինի։ Կամ ես չլինեմ, կամ դու չլինես։ Թող ամեն բան Հիսուսի անունի եւ փառքի համար նայենք Հիսուսին։ Խաղաղություն սիրելի Աստծո ժողովուրդ։ Նախ եւ առաջ ես Մոսկվայի եկեղեցու ջերմ ու կարոտալի բարևներ եմ բերել բոլորիդ։ Տերն օրհնե։ Օրհնյալ է մեր Տեր Աստված, այս կանչելի օրը պարգևել է մեզ, եւ եղբայրները խոսեցին, որ Տեր Հիսուս, սիրելի Աստծո ժողովուրդ, իր խոսքի համաձայն այստեղ է, որ ասել է, որտեղ երկուսը իմ անունովս կհավաքվին, ես անոնց մեջ եմ։ Աստծո ծրագիրն ու նախասահմանությունը այն է, որ մենք բոլորս իրեն հետ հավիտենական կյանքի մեջ լինենք։ Եվ ամեն բան արել է Աստված, որպեսզի այդ օրը իրականանա մեր կյանքի մեջ, որ երբ որ կա այդ օրը, երբ որ Տեր Հիսուս ամպերով կուկա իր հրեշտակների բանակով, մենք ուրախությամբ դիմավորելով ասենք, օրհնյալ է քո գալուստով Աստված։ Փառք Տիրոջը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եղբայրները շատ լավ խոսեցին Աստծո խոսքից, եւ Պողոս եղբայրը ասեց նայելու վերաբերյալ, որ թե մենք ում ենք նայում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Տեսեք, թե Պողոս առաքյալը ինչ կգրե Փիլիպեցիս 3-րդ գլուխ 13 խոսքից։
Եղբայրներ, ես չեմ սեպեր թե բռներեմ, բայց հիշեցնեմ, թե հետևի եղածները մոռացած եմ։ Ամենակարևորը մեր կյանքում, որ ինչ որ անցել է մեր կյանքից, դա պետք է մոռանալ։ Դա էլ մեզ օգուտ չի բերում, սիրելի Աստծո ժողովուրդ, այլ կարևորը եւ արժեվի եղածներուն կդիմեմ, նպատակը դիտելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերի կոչումի մրցանակին կվազեմ։ Բարդ Տիրոջ է, Տիրոջ հետ հավիտենական կյանքի մեջ վայելելու Աստծո ներկայությունը, Աստծո սերը, Աստծո ողորմությունը, փառք Իրան։ Ահա թե ինչ մեծ շնորհ է պարգևել մեզ Աստված, առանց մեր գիտենալու, առանց մեր աղոթելու, Աստված հավիտենական տարերից առաջ կսե, ձեզի ընտրել եմ ու ձեր անունով կանչել եմ։ Փառք Տիրոջ է։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս խոսում էր աշակերտներին իր գնալու մասին, աշակերտները տրտման։ Եվ Տերը սավ թե դուք մի կտրտմիք, որ ես երտամ, որովհետև եթե ես չերտամ, Սուրբ Հոգին ձեզի չի գա։ Ես կուզեմ այդ տողերը կարդամ։ Դա գրված է Հովանու ավետարան 14-րդ գլուխ 26 խոսքից։ Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրի իմանովս պիտի ղրգե, անիգա ձեզի բոլոր բաները պիտի սորվեցնե, եւ ինչ որ ձեզիսի մտքերնի պիտի բերե։ Սիրելի Աստծո ժողովուրդ, բոլոր բաները, թե հոգևոր կյանքում, թե մարմնավոր կյանքում, մեզ ճիշտ պահելու, ճիշտ ապրելու, ճշմարտությունը դավանելու, այդ բաները մեզի կսորվեցնե։ Մենակ ոչ թե հոգևոր կյանքում Աստծո խոսքի իմաստությունը, գիտությունը, այլ նաև մեր մարմնավոր կյանքում, մեր ընտանիքում, մեր աշխատանքի վայրում, որտեղ էլ լինենք, Աստծո շնորհքը մեր վրա պիտի լինի, որովհետև մենք սովորում ենք Սուրբ Հոգուց։ Ես այդ դպրոցի անունը դրել եմ Սուրբ Հոգու դպրոց, որովհետև Աստծո խոսքը մեզ ասում է, որ կամ մեկ ուսուցիչ, ուրից ուսուցիչներ մի պնդրեք, որ Հիսուս Քրիստոսն է, եւ ստեղ կսե, որ մխիթարիչը, երբ որ եկավ ցեզի պիտի սորվեցնե, կա սորվեցնող, որը Սուրբ Հոգին է, եւ կա աշակերտ, որ մենք ենք։ Եվ այդ աշակերտը գին ունի, մենք այդ գինը պիտի ունենանք։ Փառք Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, մենք բոլորս դպրոցում սովորել ենք, նաև դպրոցից հետո բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ենք, մենք բոլորս էլ գիտություն ունենք, մեր սովորածի գնահատականը ինչն է տալիս, երբ որ մենք քննություն ենք հասնում, չէ, այդ քննության թվանշանը տալիս է մեր սովորածի գնահատականը։ Եվ Սուրբ Հոգու դպրոցի մեջ է, սիրելի Աստծո ժողովուրդ, ինչ որ Սուրբ Հոգին սովորեցրել է, մենք պիտի քննություն տանք։ Եթե այդ քննությունը մենք լավ կհանձնենք, ստանանք 5 գնահատական, մենք հավատքից հավատք տեղափոխվենք, զորությունից զորություն։ Իսկ եթե չենք կարող այդ քննությունը տալ, երկուս կստանանք, մենք կմնանք նույն դասարանում։ Այսինքն, կարճ վիճակում, ինչ որ ավետարանը մեզի կսե, ես վերջում այդ տողերը կկարդամ։ Եվ տեսեք, սիրելի Աստծո ժողովուրդ, ինչպիսի դեպք տեղի ունեցավ Ես նախ եւ առաջ կուզեմ կարդալ այս տողերը, որը բոլորս հաստատ գիտենանք, թե ինչ երանելի մարդիկ ենք։ Ղուկասու ավետարան 10-րդ գլուխ 21 խոսքից
Նույն ժամուն Հիսուս հոգով ուրախացավ ու սավ. «Շնորհակալ եմ քեզ մե ով Հայր, Տեր երկնի ու երկրի, որ այս բաները ծածուկ բայր իմաստուններեն ու գիտուններեն ու տղայոց հայտնեցիր»։ Դա հիմա տեղի է ունենում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այս վայրը, այս խոսքերը Աստծո առջև խոնարհվելը, դա այս աշխարհի իմաստունների ու գիտունների ծածուկ է։ Մեր եղբայրներից մեկը ասում էր, եթե այս բարձրաստիճան մարդկանց բացվի, թե Աստված ինչ մեծ շնորհ է երել մեզի, իրանք կսե քուրձ ու մոխիրի մեջ կապաշխարեն։ Ով Հայր, վասնզի քո առջևդ այսպես հաճելի եղավ։ Ամեն բան ինձի տրվեցավ իմ հոր մեզ, ու մեկը չի գիտեր, թե ով է որդին, բայց միայն Հայրը, եւ թե ով է Հայրը, բայց միայն որդին, եւ ան, որին որդին կուզե հայտնել։ Աշակերտներուն դառնալով առանձին սավ, երանի այն աչքերուն, որոնք ձեր տեսածները կտեսնեն, քանզի կսեմ ձեզի, թե շատ մարգարեներ ու թագավորներ ուզեցին ձեր տեսածները տեսնել, բայց չտեսան, եւ ձեր լսածները լսել, բայց չլսեցին։ Փառք Տիրոջը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք միայն այս վայրում կարող ենք հանդիպել Տիրոջ հետ։ Կարող է մեր մեջ բացվի Քրիստոսի խոսքը, կյանքի խոսքը, որը մեզ վաղվա օրվա համար պետք է։ Մենք անցյալի մասին չմտածենք, ինչ որ անցյալում եղել է, թող մնա անցյալում։ Մենք այսօրվա մասին մտածենք, որ այսօր Աստծո նպատակն է, որ մենք միշտ պատրաստ լինենք, ամեն օր պատրաստ լինենք Տիրոջ գալուստին, փառք Տիրոջը։ Եվ տեսեք, սիրելի Աստծո ժողովուրդ, օրինականներից մեկը ելավ Տիրոջը փորձելով, ես կուզեմ այդ գլուխը կարտամ, հետո խոսենք։ Ահա օրինակ մը ելավ նույն գլխի շարունակություն է 25 խոսքից։ Զանիգա փորձելով սավ, վարդապետ, ինչ ընեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, հաճախ գիտեք, մեր կյանքում էլ լինում է մենք վարմունք ենք թույլ տալիս, բայց չենք իմանում, որ մենք Տիրոջն ենք փորձում։ Մտածում ենք ինչ որ մի բան ենք արել, հիմի բերենք հանք Տիրոջ առաջ ու դորից մեզի գովություն դիկա։ Այսինքն լավ բան ենք արել, այս օրինականն ենք մտածել, թե ինքը Աստծո գործի մեջ է, Աստծո ծառայության մեջ է, եւ հիմա որ Տիրոջը մոտենա հարցն է, Տերը պետք է իրան անպայման կովա։ Ինչն եմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ, կմտածես, թե դու պատրաստ ես հավիտենական կյանքը քու գտե։ Բայց տեսեք Տերը ինչ սավ։ Անիգա սավ, օրենքի մեջ ինչ է գրված, ինչպես կարդաս։ Պատասխան տվավ անիգա ու սավ, քու Տեր Աստվածը սիրես, քու բոլոր սրտովդ, քու բոլոր անձովդ, ու քու բոլոր զորությունովդ, ու քու բոլոր մտքովդ եւ քու ընկերդ քու անձիդ պես։ Նայ, քու ընկերդ քու անձիդ պես, մարդը իր անձը այս առաջի խոսքերի մեջ իր ամբողջ անձով կսիրե, իր ամբողջ զորությունով կսիրե, իր ամբողջ մտքով կսիրե։ Մարդը իր անձը այդ ծևի կսիրե, որովհետև մենք բոլորս գիտենք, որ նորմալ կերագրե, նորմալ կհագցնե, սենք չի տանի, սեթե այս ծորից քեզի քիծվար, չէ, զգուշություններ կենե, որ հանգարց ցավ, տարապանք, նեղություն չենի, բայց երկրորդ խոսք ցավ քունգերդ քո անձիդ պես սիրե, այսինքն նույն ծևի։ Երբ որ մենք մեր ընկերը մեր անձի պես կսիրենք, կաբացուցենք, որ առաջի պատվիրանը մեր մեջ կաբրի։ Մեզի պետք չէ, որպեսզի ասենք, թե գիտես, եղբայր կամ քույր, ես Տեր Աստծուն իմ ամբողջ մտքովը, զորությունովս կսիրեմ։ Բայց երբ որ մենք երկրորդ պատվիրանի մեջ ենք, մեր ընկերը մեր անձի պես կսիրենք, կաբացուցենք, որ առաջի պատվիրանը մեր մեջ բնակվում է։ Մեզի պետք չէ տավանել Տերո մասին, այլ մենք քննությունը կուտանք, այդ քննությունից հիմք կստանանք, որովհետև Աստծո խոսքը մեր մեջ բնակվի։ Մենք ինչ որ Սուրբ Հոգուց սորվել ենք, որ մեր Աստվածը պիտի սիրենք մենք ամբողջ մտքով, զորությունով։ Երկրորդ պատվիրանը կատարելու մեջ մենք կաբացուցենք, որ մենք մեր դասը լավ կսորվենք։ Ու
5-ը Տիրոջից կստանամ։ Ինքսավանոր շիտակ պատասխան տվիր, ադիգարոյ պիտի աբրիս, իսկ օրինական ուզելով ինքզին կարտարացնել, սավ Հիսուսին, բայց իմ ընկերս ով է։ Եվ ես չեմ ուզես գլուխը կարտար ժամանակի բերումով, մենք բոլորս գիտենք, որ ինքը պատմեց Փարիս ամառացու առակը, չէ, որ անցորդը ավազակների ձեռքն ընկե, Արուն լվանգել էր, Փարիսեցին անցավ ու չոքնեց, Ղևտացին անցավ ու չոքնեց, բայց Փարիս ամառացին եկավ, գտած, գնաց, վերցրավ, վերջերը մաքրեց, պանդոկ տարավ, հոգ տարավ, հետո վերջում էլ պանդոկապետին սա, որ ինչ որ վճարես, հետ գալուց ես կվճարեմ հոգ տար իր մասին։ Տեսեք, Փարիսեցին, Ղևտացին, Տիրոջ գործերի մեջի մարդ են, Փարիսեցին Աստծո խոսքի մադագարարներ չէ, որ մադագարար էր Աստծո խոսքը, սորվեցներ Աստծո խոսքը, իսկ Ղևտացին քահանայության պաշտոնը տրված էր իրանց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մեր բոլորիս կարծիքով իրենց սովորածից Փարիսեցին ու Ղևտացին ինչ ստացան։ Երկու ստացան, չէ՞։ Բայց Սամարացին, որ իսրայելացիք անիդեալ մարդիկ կհամարեին, չէին հաղորդակցվի իրանց հետ, ինքը իր վարմունքով ապացուցեց, որ Աստծո սերը իր մեջ կպատնագվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես գերադասում եմ քարոզ առանց բառեր օգտագործելու, այդպիսի միտք ունիմ։ Եթե մենք քարոզելով բառեր չենք օգտագործում, դա իրական է, բնական է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Դա մարդիկ կարող են կարտալ, ինչպես Սուրբ Գիրքս է, դու բաց նամակներն եք Աստծո, որ մարդիկ կարտան։ Եվ տեսեք, սիրելի Աստծո ժողովուրդ, Փարիս ամառացին ստացավ իր գնահատականը, եւ դա մեր կյանքում ամեն օր պիտի կատարվի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Տեր Հիսուսին եկան, սին Տեր քո անովդ մարգարեություն երինք, դեվեր հանեցինք, բժշկություններ երինք, սավ մեկտի կնացեք իզ մե բնավ ծեզի չեմ ճանչնա։ Բայց երբ որ եկավ սավ արեք իմ հորս օրտնվածներ, մտեք հավիտենական տարերի առաջ պատրաստված թագավորության մեջ, սոված էի հաց տվիք, ծարավ էի ջուր տվիք, չէ՞։ Սիկ այդ քնության հինգերն էին, սիրելի Աստծո ժողովուրդ, այդ թվանշաններն էին, որ Տերը տվեց, այդ պարգևն էր, որ Տերը տվեց, եւ սավ իմ հորս օրտնվածներ, բայց այն մարդիկ, որ մարգարեություն էին երել ու իրենց ճիշտ չէին բայ, դրանց սավ մեկտի կնացեք, իզ մե բնավ չեմ ճանչնար։ Հիմի մեզի կվայելե, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մենք առանց խոսքի քարոզիչներ լինենք այս երկրի մեջ, որբիսի մենք մեր վարմունքով, մեր ապրելակերպով մարդկանց քարոզենք, մարդիկ տեսնին, բարի գործերը փառավոր են Հայրը, որ երկինքն է։ Գիտեք, վկայությունը այդ միջոցով ավելի լավ կլինի, երբ որ կան քեզի հարցնեն, ինչն է պատճառը, որ դու ես աշխարհի նման չես, որ դու ուրիշ ես, մենք ուրիշ բան կտեսնենք քո մեջ, եւ այդ ուրիշ բանի մասին հավանելով այդ մարդու մեջ հաստատություն կտնենք։ Թող Տիրոջ անունը պարավորվի, ես որպես վերջաբան կուզեմ կարդամ Հայտնության գրքից, որ Տերը տեղյակ է այս վիճակի մասին։ Դա գրված է 3-րդ գլուխ 14 խոսքից։ Եվ Լավոդիկեի մեջ եղած եկեղեցին հրեշտակին գրե, այսպես կսե ամենը հավատարիմ ու ճշմարիտ վկան, Աստծո արարածներու սկիզբը, գիտեմ քու գործերդ, ոչ պաղ ես, ոչ տակ, երանի թե պաղը լայր կամ տակ, ուստի տուն որ կաղջ ես ու ոչ տակ, ոչ պաղ, քեզ բերնես դուրս փխսելու վրա եմ, բայց Տիրոջ սերն ու ողորմությունը, քանզի կսես, ես հարուստ եմ ու մեծա ու բանիմը կարոտություն չունեմ, բայց չես գիտեր թե տուն խեղճ ու թշվառական ես եւ աղքատ ու կույր ու մերկ, ես քեզի խորհուրդ կուտամ, ինձ մեկ կրակի մեջ փորձված ոսկի ծախվար, որբիսի հարստանաս,
եւ ճերմակ հանդեսներ, որ հագնիս, որբիսի քո ամոթալի մերգությունը չերևնա եւ աշկերու տեղ տիր, որբիսի տեսնես։ Ես իմ ամեն սիրածս կհանդիմանեմ ու կխրատեմ, ուստի նախածախնդիր եղիր ու ապաշխարե։ Ինչ վիճակի մեջ էլ լինենք մենք, սիրելի Աստծո ժողովուրդ, մենք Աստծո սիրելիներն ենք։ Աստծո սերը մեզ վրա երբեք չի փոխվում։ Երբեք չի պակասում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք պիտի գնահատենք այդ ողորմությունը, այդ օրհնությունը, որ մենք Աստծուց ունենք։ Ահա ես դուռը կայներ եմ ու կզարնեմ, եթե մեկը իմ ձայնս լսե ու դուռը բանա, անորքով պիտի մտնեմ ու անոր հետ ընտրիկ պիտի ենեմ, անալ ինձի հետ, ան որ կհաղթե ինձի հետ իմ ատորս պիտի նստի, ինչպես ես ալ հաղթեցու իմ հորս հետ ատորը նստա, ան որ ագանջ ունի, թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցիներին։ Փառք Տիրոջը, թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստծո սերն ու օրհնությունն ու ողորմությունը օգտագործենք, չկագնենք, չարկելենք, որպեսզի Աստծո սերը մեր մեջ գործե։ Ամեն։ Աստված օգնի ամեն մեկից։ Պիտի կարդամ մեկ համար, որը գրված է Հոբի գրքում, նայեք այսօր ամբողջ մարդկության ու նպատակը սա է։ Հետաքրքիր Հոբը ինչ է ուզում մեզ սովորեցնել։ Առաջի համարը, որ պիտի կարդամ, Հոբի 14-ի առաջի համարն է։ Այս համարը շատ անգամ կարդում եմ հովարկարության ժամանակ, բայց ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք խորը մտածենք այս համարի շուրջ։ 14-ի առաջի համարում գրված է. «Կնկանից ծնված մարդը կաշկյանք ունի եւ լիքն է ցավերով»։ Այսօր մենք ամեն մեկս գիտենք, որ մարդու կյանքը ամենաշատը 70 ավելին 80 տարի է, կամ թեկուզ վերցնենք կան այսօր մարդը 90 կամ 100 տարի են ապրում։ Բայց ուղղակի ուզում եմ հաստալ, որովհետեւ մեկը կուզե 1000 տարի ապրի 100 տարեկանի կյանքով։ Որովհետեւ Աստծո խոսքն ասում է. «Կաշե լիքն է ցավերը»։ Բայց ուրիշ մտքի վրա եմ ուզում կանգ առնել։ Հարցը հետևյալն է. եթե մարդը մեռնի, միթե կկենտանանա։ Այսօր մեր ամենամեծ խնդրեմը հետևյալն է՝ հավատքը։ Մենք խոսում ենք հավատքի վրայով, շատերին ենք վկայում, բայց մի հարց եմ տալիս. ինչ հապով ենք հավատում հավիտենական կյանքին։ Լինում է պարակայ, որ խոսում ենք Պողոս Առաքյալի խոսքերից, 2-րդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 7-րդ համար, որտեղ որ Պողոսն ասում էր. «Բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի»։ Այսօր մնում է փառած պսակը։ Մենք ամեն մեկս էլ մեր կյանքի մեջ ունենք պատերազմ։ Բայց հարցը հետևյալն է. ինչու համար եմ ես եւ դու պատերազմում։ Որն է մեր պատերազմը։ Հետաքրքիր միտք է ինձ եւ քեզ սորացնում Հակոբոսը իրեն թղթերի մեջ։ Ուշադրություն դարձեք 4-րդ գլխի մեջ ինչ է ասում Հակոբոսը։ Մարդու մեջ այդ պատերազմը որտեղից է։ Ինչու համար է մարդը պատերազմում։ Որն է իր պատերազմի բուն նպատակը։ Որտեղից են պատերազմունքները, կռիվները ձեր միջում։ Չէ՞ որ այստեղից։ Այսինքն ցանկություններից, որ պատերազմում են ձեր անդամներում, ցանկանում եք եւ չունիք, սպանում եք, նախանձում եք եւ չեք կարողանում հասնել, պատերազմում եք, կռում եք, բայց չունիք, որովհետեւ չեք խնդրում։ Խնդրում եք եւ չեք առնում, որովհետեւ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններում վատնեք։ Եբրայեցիս 11:6 համարի վերջնամասում գրված տողերը, ինչ էր ասում Պողոս Առաքյալը, եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Մովսեսի համար 11:25 համարի մեջ գրված հետևյալը. աչքը դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Պողոսը կռիվ էր տալիս, որն է Պողոսի վարձքի հատուցումը։ Ուղղակի կուզեմ որպես մեծ մարդիկ, գիտակ մարդիկ մի հատ մտածենք, ինչու համար էր Պողոսը տանջում, ներողություն, Մովսեսը տանջում։ Ինչու համար մերժեց Եգիպտոսը
Եգիպտոսի հարստությունը, փառքը, իշխանությունը, որն էր պատճառը։ Այնտեղ գրված է աշկետրած մտիկ էր տալիս վարսկի հատուցմանը։ Այև Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք, Տեր Հիսուս Քրիստոսը սերմնացանի առաքից հետո խոսում է հետևյալի վրայով, երկինքի առկայությունը նմանեցում է արտի մեջ թաքցված գանձը։ Երբ որ մենք անձնարարություն է թանկարժեք գանձն է փնտրում եւ գտնում է, ինչ անում, իր ամբողջ ունեցվածքը ծախում է եւ գնում է այդ վարսկը առնում է։ Մի հաստան, կյանքից թանկ բան ինչ կա։ Որն էր Քրիստոսի գալությամբ ու նպատակը ինչ համար եկավ Հիսուս։ Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ 10 համարի մեջ գրված է. Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավել է։ Մի հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Մենք հավատում ենք այդ ավելի կյանքին, թե չէ։ Ամենագլխավոր հարցը սա է. եթե քո հավատքի անկյունակարը հավիտենական կյանքը չէ, ինչ ես եկել Քրիստոսին։ Քրիստոսը չի եկել ժամանակավոր քո խնդիրների, խնդիրների լուծմանը։ Չի եկել քո ժամանակավոր ցանկություններին պատասխան տալը։ Աստված իր որդին ուղարկել ընդամենը մեկ բանի համար, որ մարդուն տեղափոխի հավիտենություն։ Եվ այսօր երբ որ մենք նայում ենք, մարդը ինչպես է հավատում ասում։ Ուզեմ, որպեսզի ես եւ դու անկեղծ լինենք մեր սրտի մեջ։ Մենք այսօր հավատում ենք, որ Աստծո հավիտենական ծրագիրն է, որ մենք իրեն հետ ապրենք, հավիտյանս հավիտենից։ Այսօր երկրը շատ անձնավորություններ իրոք տանջվում են։ Եվ տանջանքի նպատակը մեկն է, որպեսզի ինքը իրեն զավակներ ինչ որ չափով լավ ապրեն։ Որից է մեկին չեմ մեղադրում, սա բնական երևույթ է եւ ամեն մեկն է թող իրոք լավ ապրեն, բայց ուղղակի ես ուզում եմ, որ ես եւ դու տեսնենք ինչի համար մարդ ասված հարաբերություն այսօր խզված է, որն է պատճառը։ Մարդը ինչպես հավատը ասում, երբ որ ինքը հավատում է, որ իր մեջ կյանք կա։ Գիշեք Հովհաննես ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է մեր ամեն մեկի հետ, ասելով հետևյալ տողերը։ Գրված է ամեն մեկը մեր ամեն մեկի համար։ Կարդում եմ Հովհաննես ավետարանի մեջ գրված հետևյալ տողերը։ Եղբայրներ քույրեր, սա մեր մեջ կա, եւ ես կուզեի, որպես այսօր մենք լուրջ զղջանք եւ դառնանք դեպի Տիրոջը։ Հովհաննես ավետարան 5-րդ գլուխ 40 համար։ Եվ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։ Հիսուս ասաց. Ես եմ ճանապարհ, ճշմարտություն եւ կյանքը։ Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ալավելի։ Որ կյանքի մասին է խոսում Հիսուս։ Այս ժամանակավոր։ Երբ որ մենք նայում ենք Սաղմոսների մեջ, ամենակալ Տիրոջ խոսքն ասում է, որ Աստված մարդուն կարգել է այդքան օրեր։ Ավելին չէ, 70 տարին այսօր կարծես թե լավակույններից մեկն է, կամ 80 ասում են մարդ իշքան էլ ապրել է։ Բայց քուրեջան, եղբայրնեջան, մի հատ հարց եմ ուզում տալ։ Մարդու կյանքը 80-ը կդառնա 200։ Վերջ ունի թե չէ։ Հոպը ապրած իրեն օրերի մեջ, որը իր ժամանակի ամենամեծահարուստ լավակույն մարդկանցից մեկն է, ինչ էր ասում, կնկանից ծնված մարդը կարճ կյանք ունի, լիքն է ցավերով։ 100 տարի ապրար, 100 տարվա այդ ցավերը կա, 200 տարի, 200 տարվա ցավերը։ Հիմա ամենակալ Աստվածը եկել է, որ փոխի մեզ։ Իրեն նպատակը նա չէ, որ իր ժողովուրդը չարչարվի։ Իրեն նպատակը, որ մարդը հավատա հավիտենական ծրագրին։ Եվ Հովհաննես ավետարան 5:40-ում ասում է. Եվ դուք չեք անունում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։ Շարունակության մեջ կարդում եմ. Ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից եք փառք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում։ Հիմա հարց եմ տալիս, ո՞րն է Աստծո փառքը, որ այսօր ուզում եմ արդուն տալ։ Եղբայրներ քույրեր, մենք ինչ ենք որոնում։ Հիշում եք Թումանյանը այդ երկը մենք երկում ենք, ցեխերի մեջ ինչ ենք ման գալիս։ Սա է մեր ամենաառաջնային խնդիրը, եւ սրա համար ես ուզում եմ, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Երբ որ մենք նայում ենք, ինչպես մեղքը մտավ աշխարհ, որտեղից մարդը չհավատաց Աստծո հավիտենական ծրագրին։ Գրված է, որ Եվան եւ Ադամը մեղանչեցին։
Բայց ուղղակի ուշադրություն դարձեք հետևյալ կետին, որտեղ որ ամենակալ Աստված խոսում է Ադամի հետ։ Ուր ես Ադամ։ Աստված գիտեր, որ Ադամը մեղանչել էր, որն էր հարցման ու նպատակը, որ Ադամին բերեր նորից նույն կետին, թողներ եթեմական պարտեզի մեջ, որ մարդը հավիտյանս հավիտենից ապրիլեն հետ։ Բայց գրված է, որ Ադամը մերժեց։ Ասես քո ստեղծած կինը, ասես քո ստեղծած օձը։ Բայց հետաքրքիր է, ուղղակի ուզում եմ խորը նայենք այս դրվագի մեջ։ Մարդուն երբ որ աշխատանքից հեռացնում են, կամ ինչ-որ մի հատ վիճակից, կամ վերցնենք ուսանողին համալսարանից, հետաքրքիր է, երբ որ հեռացնում են, ինքը ինչ խոսքեր է ասում։ Չի ասում, եւս մեկ անգամ թույլ տուր, կներեք, այլևս չեմ անի։ Բայց հետաքրքիր է, ոչ Ադամը, ոչ էլ Եվան այս մեղայականով չեկան։ Ես անդրադառնում եմ Ադամին։ Ինչի համար Ադամ մեղանչեց, որն էր պատճառը, որովհետև Ադամը կյանքը տեսնում էր Եվայի մեջ։ Եվ ուշադրություն դարձրեք 4-րդ գլուխ առաջի համարի մեջ կամ 3-րդ գլուխ վերջնամասը, որից է մեկտեղ չի գրված, որ Ադամը զղջաց կամ խոստովանվեց կամ ասեց Տեր ներիր ողորմություն արա։ 4-րդ գլուխ առաջի համարի մեջ գրված եւ Ադամ գիտավ իր կինը։ Իրեն ամբողջ նպատակը մեկն էր Եվային ունենալը, որտեղ ինքը հավատում էր, որ կյանք կա Եվայի մեջ կյանք չկա։ Եվ այսօր ամեն մեկ անձնավորություն փնտրում է կյանք, որտեղ է փնտրում այդ կյանքը։ Հիսուս ասում է, ես եմ կյանքը։ Իսկ մենք որտեղ ենք բան գալիս։ Նորից եմ ասում, մեղքը մտավ աշխարհ մարդու անհավատության պատճառը, որ մարդը չհավատաց Աստծո հավիտենական ծրագրին։ Եվ երբ որ մենք նայում ենք, մարդը Աստծո հետ բաժանվեց հենց սրա համար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք այսօր տեսնել։ Հռոմեացի 5:17 համարի մեջ գրված է ստողերը, որտեղ որ Պողոս առաքյալը ինձ եւ քեզ հորդորում եւ ասում է։ Գարտամ այդ տողերը մեր համար։ 5:17 համարի մեջ գրված է. Սրա համար ինչպես մեկ մարդի ծերով մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքովը մահը, այնպես էլ մահը ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Հիմա Աստված եկել է այդ մեղավոր մարդուն դարձնել դեպի իրեն։ Եվ ուշադրություն դարձնենք, մենք շատ անգամ խոսում ենք այս մասին, կարդում եմ հետեւյալ տողերը։ Հիսուս Քրիստոս ինչու եկավ աշխարհ, որն էր իրեն գալուp ու նպատակը։ Առաջինը մարդկությանը ցույց տալ, որ մարդ արարածը ի վիճակի ապրելու սուրբ կյանքով, որ մարդ արարածը կարող է իրոք դեմ տնել եւ հաղթել սատանային, որ մարդ արարածը կարող է ժառանգել հավիտենական կյանքը։ Եկավ, որպեսզի մարդուն ցույց տար եւ ապացեր եւ օրինակ լիներ։ Հիսուս եկավ, որպեսզի այդ մեղքի վարձքը տար։ Եկավ իր խաչովը ճանապարհ հարթեց դեպի հավիտենություն։ Եկավ, խաչվեց եւ հարություն առավ, ինչու համար։ Հռոմեացի թղթերի մեջ երբ մենք կարդում ենք 4:25-ի համարի մեջ գրված է, որ Քրիստոս հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մարդը մեղքի պատճառով Աստծուց բաժանվեց, բայց ամենակալ Աստծո ծրագիրը չդադարեց սրանից։ Աստված ունի նորից ծրագիր ամեն մեկի համար։ Եվ իր որդի Քրիստոսով ճանապարհ հարթեց դեպի հավիտենություն։ Հիսուսի խաչը մեզ տվեց ամեն մեկիս մեղքի քավություն եւ թողություն։ Ազատագրում, արտարացում։ Եվ այսօր, որպեսզի ես ունենամ Քրիստոս կյանքը, ամենակալ Աստված ինձանից ինչ է պահանջում, որն է իրեն պահանջը։ Ընդամենը մեկ բան՝ լուրջ ապաշխարել։ Երբ որ ասում ենք ապաշխարել, մարդիկ խորում մտածում են, ապաշխարությունը մեկ անգամյա է, ես եկա, զղջացի, խոստովանվեցի, ապաշխարեցի, ոչ քույրեր ջան, եղբայրներ ջան, ապաշխարությունը մեր կյանքի միջև վերջի վայրկյանն է։ Ապաշխարել նշանակում է դուրս գալ մեղքի աշխարհից։ Այսօր ցավոք շատերս չէ, երևի բոլորս ինչ որտեղ էլի կապված ենք աշխարհի հետ։ Աստծո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու լուրջ ապաշխարենք։ Նպատակը, որ մենք նմանվենք իրեն։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 11:1-ում ինչ էր ասում. Ինձի նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոսը։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ ուղղված է քեզ։ Ես եւ դու Քրիստոսին նման ենք, թե չէ։
Ես շատ անգամ այս համեմատականը տալիս եմ ասված թողների 60-ական, 70-ական թվականներին աշխարհի գեղեցկուի ընդունվում էր այն կինը կամ աղջիկը, որ ուներ բոլոր այդ համաչափությունները։ Հասակ ինչ-որ չափով պիտի լիներ, իրեն կառուցվածքը պիտի լիներ 90-60-90, քիթը երկար պիտի չլիներ, վերջը բոյը կարճ պիտի չլիներ։ Միայն այս չափանիշները ունեցողներն էին, որ կարողանային մասնակցել այդ գեղեցկության մրցույթին։ Հիմա փոխվել է վիճակը։ Ես ինչու համար ասեցի, այսօր եթե ես այդ համաչափությունը չունեմ Քրիստոսի, երկինք ինձ համար փակ է։ Այսօր շատ անձնավորություններ խորում մտածում են, որ գալիս են եկեղեցի, աղոթում են, ծառայություն են անում, սպասավոր են, սա բավարար է, ոչ քուրեր ջան, եղբայրներ ջան, սա բավարար չէ։ Ուշադրություն դարձեք, Աստծո առաջին նախասահմանությունը ինչ է եղել։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, ամենակալ ասված, ինձ եւ քեզ Ղևտացիների 20-րդ գլխի մեջ հիշատակում է հետեւյալ միտքը։ Սա Աստծո հավիտենական ծրագիրն է, 26 համարի մեջ գրված է. «Եվ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես Եհովա սուրբ եմ, ձեզ որոշեցի ազգերից, որ իմը լինեք»։ Դարեր առաջ Աստված այս նախասահմանությունն ուներ, որ ես եւ դու պիտի իրենը լինենք։ Սուրբ նշանակում է առանձնացված, զատված Աստծո համար։ Հիմա հարց եմ տալիս. ես Աստծո համար եմ շատ ապրում, թե ինձ համար։ Եղբայր, այս գործը պիտի անենք, զբաղված եմ, քույրիկ ջան, այս ծառայությունը կա, ես զբաղված եմ։ Ուղղակի ուզում եմ հարց տալ։ Աստված ինչու համար է ինձ ընտրել, որն է իրեն ընտրության նպատակը։ Աստված թող ների, Աստված մեզ որպես ծառա չի ընտրել է որպես զավակ։ Բայց ուղղակի ուզում եմ հարց տալ։ Հիշեք, հին ժամանակահատվածներում ստրկատիրական ժամանակահատված մարդկանց գերի էին բերում, ծախում էին որպես ստրուկներ, մեկը գումարը տալիս առնում էր։ Հետաքրքիր է, ինչու համար առնում է ստրուկին։ Հիմա պատկերացրեք, բերել է տուն, որ պիտի աշխատի, ասում է, ես չեմ ուզում աշխատել։ Ես զբաղված եմ։ Հնարավոր է սա։ Ինչի համար Աստված իր որդին զոհեց։ Կարդում եմ հետևյալ միտքը, որ գրված է ինձ եւ քեզ համար։ Երկրորդ Մնացորդաց 29-ի 11 համարի մեջ ամենակալ Աստված այսպես է ասում մեզ ամեն մեկից։ Գրված է. «Արդ որդյակներ անօգություն մի կնեք, որտեղ Տերը ձեզ ընտրեց, ինչու համար, որ նրա առաջին կանգնեք, նրան ծառայելու համար»։ Հիմա հարց եմ տալիս. իմ եւ քո ծառայությունը ինչ ես գնահատում։ Եղբայրներ, քույրեր, ամենակալ Աստծո նպատակը սա է։ Նորից եմ ասում, մենք չենք հավատում ամբողջ սրտով հավիտենական կյանքին։ Կներեք, եթե ես հավատամ հավիտենական կյանքին, ինչ կանեմ։ Այսօր մարդը հիվանդ է։ Եվ ասում են, եթե գնաս Եվրոպա կամ գնաս Հրեաստան, այնտեղ բժշկությունը լավ է, կբուժվես։ Մարդը գումար չունի, տունը ծախում կնում է։ Ինչու համար է կնում, որն է պատճառը։ Որպեսզի կյանք ունենա։ Հիմա եթե ես հավատում եմ հավիտենական կյանքին եւ սրա համար պետք չէ բնակարան ծախել, գումար տնել, ընդամենը հավատալ, որ Քրիստոս է կյանքը եւ հավատալ ամբողջ սրտով, որ այդ հավիտենական կյանքը իրական է։ Ինքը ամենակալ Աստված եկավ մարդկությանը ապացուցելու, որ կա մեռելներից հարություն։ Եկավ որպեսզի մարդու մեջ իրոք այդ հաստատի։ Բայց այսօր մենք կասկածում ենք սրան։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված մեզ ամեն մեկիս ընտրել է, որպեսզի մենք ծառայենք իրեն տան մեջ։ Հարց եմ տալիս, ինչ կերպ ենք ծառայում։ Իշքան անգամ եմ ես այս համարը կարդացեմ մեր բոլորի համար։ Ուղղակի որից մեկին նկատի չունեմ, այս խոսքը ամեն մեկիս համար է։ Նայեք ինչ է ասում Մարգարեն ինձ եւ քեզ։ Երբ որ մեր տան մեջ խնդրեմ է, խնդիրը մենք ամեն բան կանենք։ Տան տանիքը կատում է, կփոխենք, պետք է վերանորոգել, պետք է չգիտեմ նոր բնակարան առնել, տանջվում ենք, հիպոթենք ենք վերցում, չգիտեմ ինչեր ենք անում։ Բայց Աստծո տան համար Անգե Մարգարության առաջի գլուխ 9-րդ համարի մեջ գրված է. ինչու համար ասում է Զորաստերը, իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազը տալիս իր տան համար։
Տիրոջով խնդրանք այսօր կուզեմ, որպեսզի ես եւ դու կարողանանք սա ընդունենք, որպեսզի ես եւ դու ունենանք Քրիստոս կյանք։ Մի հետաքրքիր առաքյալներ ինչ էին թողել տուն-տեղ։ Պետրոսը ինչ պետք էր, ընտանիքը թողեց կամ մնացած է, որն էր պատճառը։ Եթե չհավատար հավիտենական կյանքին, առաքյալների աշակերտների շատերը, երբ որ Հիսուս խոսեց երկնքից իջած կյանքի մասին, գրված է Հիսուսին թողեցին եւ հեռացան։ Հիսուսը դարձավ առաքյալներին, ասեց դուք եք ուզում գնալ։ Պետրոսին ասվել է, ինչ ասեց Պետրոսը, ում մոտ գնանք, հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Մենք հավատում ենք սրան։ Հոբի ամբողջ տառապանքների մեջ ուշադրություն դարձեք այս անձնավորությունը 6-րդ գլխի մեջ ինչ է ակնարկում։ Կորսել է առողջությունը, կորսել է 10 զավակներին, կորսել է նաև ունեցվածքը։ Եվ 6-րդ գլխի 8 համարի մեջ մի հետաքրքիր միտք է ասում. Երանի թե ուզածս կատարեր։ Հոբի կարգավիճակի մեջ եմ, ես եւ դու, Աստված ոչ անեն։ Հարց եմ տալիս, ինչ կերազենք եւ ինչ կուզենք։ Վստահ եմ առաջին երեխեքի կյանքը եւ առողջությունը։ Բայց հոբը սա չէր ուզում։ Ուշադրություն դարձեք 9-րդ համար։ Եվ հավաներ Աստված ինձ ջարդելու եւ ձեռք արձակեր ու ինձ կտրեր։ Լավ, էլի տեղ ուներ ջարդվելու։ Եվ 10 համարի մեջ գրված է. այն ժամանակ դեր մխիթարություն կունենա եւ կոստոտա հանխնած ցավերի մեջ, որ չեմ ուրացե Սուրբի խոսքերը։ Քուրես ջան, եղբայրներ ջան։ Այսօր մեզ պետք է լուրջ մտածել այս մասը։ Որպեսզի ես հասնեմ այդ վիճակին, ես պիտի ճանաչեմ իմ մեղավոր վիճակը։ Ուղղակի կուզեմ ամեն մեկս նայենք Դավթին։ Դավիթ թագավորը իրեն սաղմոսների մեջ մի հատ հետաքրքիր միտք է բերում մեզ ամեն մեկից։ Կուզեի, որպեսզի սրա մասին ես եւ դու մտածենք։ 3-րդ համար 51 գլուխ 51 սաղմոս 3-րդ համար, որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունը եւ իմ մեղքերը ամեն ժամանակ իմ առաջինը։ Հարց եմ տալիս, ես եւ դու գիտենք մեր մեղքերը, թե չէ։ Կա մարդ, որ իր մեղքը չգիտե։ Ես բազում անգամ ասել եմ, մարդ բնության մեջ կան թաքնված մեղքեր, որոնք ի հայտ են գալիս պատե առիթի ընթացքում։ Պետրոս առաքյալը ինքը չէր հավատում, որ ինքը Հիսուսին կուրանա, այլ քաչապար հավատքով ասում էր. «Միջև իմա քեզ հետ եմ»։ Եվ որպեսզի Պետրոսը համոզվեր այդ վիճակի համար, Աստված բերեց այդ դրվագը, եւ Պետրոսը տեսավ, որ ինքը ուրացող սիրտ ունի։ Սա ուրիշ է, բայց հարց եմ տալիս, մեր արած չարությունները մենք չենք տեսնում։ Ես չեմ տեսնում, որ իմ մեջ կա մեղք բնություն։ Դավիթն ասում, որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունը, իմ մեղքերը ամեն ժամանակ, իմ առաջինը, ուրիշի առաջին չէ։ Եվ որպեսզի ես ապաշխարեմ, առաջինը ես ինչից պիտի ապաշխարեմ, պիտի տեսնեմ իմ մեղավոր վիճակը։ Եթե ես չեմ տեսնում իմ մեղավոր վիճակը, երբեք ես դարձի չեմ գա։ Նորից եմ ասում, մարդը պետք է ճանաչի իր մեղավորությունը։ Հետաքրքիր է, ես միշտ մտածել եմ Դավիթի վրայով։ Դավիթը Աստծո սրտին անձնավորություն էր։ Եթե կարդաք Գործք առաքելոցի մեջ, Լուկաս ավետարանիչը հիշեցնում է Դավթի համար հետևյալ տողերը։ Նայեք ինչ է գրված Դավթի համար, կարդամ լսեք։ Ինքը ամենակալ Աստված է սա ասում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, 13-րդ գլուխ 22-րդ համար, Դավիթ ինքը դա իմ սրտի պես մարդ։ Բայց ուշադրություն դարձեք, ուղղակի ուզում եմ այս վիճակը մենք տեսնենք։ Ամեն մեկիս մեջ կա խնդրեմ։ Դավիթը, երբ որ չարությունն արեց, հարց եմ տալիս, ինքը ամեն կերպեր չօգտագործեր, որպեսզի իրեն մեղքը ծածկի։ Եվ մինչև անգամ, երբ որ նամակը տվեց, եւ ասես կծած Հովապին, եւ այնտեղ այս մարդու դատավճիռը արդեն իսկ գրված էր, որ ինքը պիտի մեռնի։ Եվ մինչև անգամ ինքը Հովապին ինչ էր ասում Ուրայի վրա, որ հանկած
վատ բան չկարծես։ Երբ որ Նաթանը պատմությունը պատմեց, Դավիթը զայրացավ։ Եվ Նաթան ասեց այդ մարդը դու ես, Դավիթը զղջաց։ Եվ լուրջ խոստովանեց։ Այսօր նայում եմ խոստովանություն չկա։ Կամ ինչ են խոստովանվում, որն է իրենց խոստովանությունը։ Խոստովանվում է ինչ որ փոքր բաներ, այս արեցի, այն արեցի, եւ հիմքը գտնում է ոչ թե իրեն, այլ մեկ ուրիշին։ Երեխան ինձ բարգացրեց ես, բարգացա, անվայել խոսքեր ասեցի, եղբայրը ինձ թարս նայեց ես, ես ծև վարվեցի, կինը չնազանդվեց ես խոսքը ասեցի, քուրս ջան, եղբայրներ ջան, հիշեք հետևյալը, մեղքը հիվանդություն չէ, վարակ չէ, որ մեկից փոխանցվի մյուսը։ Եվ այսօրվա դրությամբ ես ուղղակի այս մասին շատ անգամ խոսացել եմ։ Ինչու համար իմ եւ քո կյանքի մեջ այս համարը չի կատարվում։ Եսայի մարգարության մեջ գրված է 45-ի 2-3 համարները։ Ես պիտի գնամ քո արջևից խորտուփոր տեղերը պիտի հավասարացնեմ։ Պղնձե դռները պիտի փշեմ, երկատե նիկերը պիտի կոտրատեմ։ Եվ քեզ պիտի տամ խավարի միջի կանցերը եւ ծածուկ տեղերում պահված հարստությունները, որպիսի իմանաս թե ես եմ Յովան, որ կանչեցի քեզ քո անունով, Իսրայելի Աստվածը։ Ինչի ես համար իմ եւ քո կյանքի մեջ չի կատարվում։ Որն է պատճառը։ Աստված ասում է՝ կգնամ քո արջևից խորտուփոր տեղերը կհավասարացնեմ։ Որն է պատճառը, որ այդ խորտուփոր տեղերը հավասարված չեն, որովհետեւ ես չեմ խոստովանվում։ Մենք պիտի ասենք, որն է խոստովանության նպատակը։ Բազում անգամ ասել եմ այդ միտքը։ Խոստովանությունը միակ իրավաբանական միջոցն է, որ թույլ է տալիս ասում քո մեջ քանթելու մարդկայինը եւ կառուցելու աստվածայինը։ Այդ չես խոստովանում։ Դու չես տեսում քեզ մեղավոր, տեսնում ես մեղավոր մեկ ուրիշին։ Հիմի հաստամ, Աստված ուզում է ցույց տալ իմ մեջ նախանց։ Ինչ պիտի անի։ Աղքատին, որ ես նայեմ ծանր վիճակի մեջ է կնախանձվի՞մ։ Հիվանդին, որ նայեմ կնախանձվի՞մ։ Ասապը 73-րդ Սամոսների մեջ ինչ էր ասում երկրորդ համարից։ Քիչ է մնացել ոտքերը սրվեն եւ բան չի մնացել գնաց քսա։ Ինչի։ Որովհետեւ նախանձով այդ մարդը իր մեջ այդ նախանձը ունեցած ինչի հետևանքով, որ մարդիկ ցավ չունեն, տառապանք չունեն, բայց ինքը ուներ այս ամենը։ Հիմի հարց, եթե ինքը ցավ տառապանք չունենար, հաջողակ լիներ աշխարհում, հարստությունը ավելացներ, կնախանձվեր։ Որովհետև նախանձով լցած է հպարտների վրա, ամբարիշտները խաղաղությունը տեսնելիս։ Տեսնում է, ամբարիշտ մարդը խաղաղ կյանքով է ապրում։ Տեսնում է հպարտ մարդու։ Հպարտը ինչ է քայլում կամ ինչ է ապրում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ես ուզում եմ, որպեսզի սա մենք տեսնենք։ Հիսուս եկավ, որ ես կյանք ունենամ եւ ավել է։ Իսկ ինչպիսին է Հիսուսի կյանքը։ Մեղ, փշոտ, քարքարան։ Եվ Պետրոսը հոյակապ միտք է ասում ինձ եւ քեզ, առաջի Պետրոս 2-րդ 21 համար, որ Քրիստոս չարչարվեցավ եւ քեզ օրինակ թողեց, որ հետևես նրա հետքերին։ Նրա հետքերով է, որ պիտի մտնես երկինք։ Մսուր, հալածանք, տառապանք, թուք, նախատիկ, Գողգոթա, խաչապայտ եւ հարություն։ Սա չկա, երկինքը փակ է։ Այս համար առաջին ես ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք մեր մեղավոր վիճակը, զղջանք եւ ապաշխարենք։ Եվ պետք է զղջանք։ Այսօր շատերի մոտ խոստովանությունը շարունակապար կրկնվում է։ Ես չեմ խոստովանվում, որ լոկ միայն իմ մեղքերը թողվի։ Ես խոստովանվում եմ, որպեսզի ազատագրվեմ։ Թողություն ամեն անգամ կարող ես, որ 5000 անգամ մեղանչել, կաս թողություն ստանալ։ Բայց ասոյ նպատակը սա չէ։ Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու ազատագրվենք այդ վիճակից։ Մեր համար պետք է զղջալ եւ դառնալ դեպի Տերը։ Եղբայրներն ասացին, եթե այսօր քո հայացքը Տերը չէ, եթե քո համար առաջնային աստվածային կյանքը չէ։ Իսկ համար ինչ է պետք, հոգևոր պատերազմ։ Երբ որ մենք կարդում ենք Պողոս առաքյալը, ուշադրություն դարձրեք, չի պատերազմում իր եսը փառքը հաստատելու համար։ Գրված հետևյալը. ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ։
Այսօր մարդու մեջ ամենամեծ խնդիրը իրեն անձն է, եսը, հպարտությունը, իրեն մարդկայինը։ Աստված եկել է, որպեսզի սա քանդի։ Բայց ես սրա համար ոչինչ չեմ անում։ Մենք երբ որ խոսում ենք հոգևոր պատերազմից, Առաջի Կորինթացիս 15:31-ի մեջ Պողոս առաքյալը ինձ եւ քեզ հետեւյալն է սորոսում։ 15:31-ում գրված է հետեւյալ միտքը. թե ես ամեն օր մեռնում եմ։ Հետաքրքիր է, մարդը ամեն օր մեռնում էր։ Ինչ մեռնում հարություն էր առնում, չէ, իրեն մեջ մերցնում էր մարդկայինը։ Այսինքն Պողոս առաքյալը իր կյանքի ընթացքում այս կռիվը միշտ տվել է։ Եվ հասավ այն վիճակին, որ 2 Կորինթացիս 12-րդ գլխի մեջ մենք կարդում ենք, որ ինքը չունեցավ այս հաղթությունը կամ չգիտեմ, իսրտ այս կռիվը տալիս էր թե չէ, 12:7 համարներում գրված հետևյալը, եւ որ հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմինս համար խայտոց տրվեցավ ինձ սատանայի հրեշտակը, որ ինձ բռնցքով ծեծե, որ չգոռոզանամ։ Հիմա հարց եմ տալիս, եթե ամեն օր մեռներ Պողոս առաքյալը, գրված է, եւ սա իրականություն է, ինքը մեռել է, բայց ես դրվագի մեջ ես խորում մտածում եմ, որ չէր մեռել։ Եվ սա էր պատճառը, որ Աստված հրեշտակ ուղարկեց, որ Պողոսին ծեծե, որ Պողոսը հանկարծ չհպարտանա եւ չգոռոզանա։ Ես միշտ արակացի այս համարը մեջ բերում եմ անում մեր ամեն մեկի համար, նայեք ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Առակաց 29:19 համար խոսքով չի խրատվիլ այն ծառան, որ հասկանում է եւ չի պատասխանում։ Պողոսը լավ գիտեր սա։ Չէր հասկացել, Աստված էլ միջոցն ուներ։ Միջև անգամ սատանայի հրեշտակը օգտագործեց, որ Պողոսին ծեծե։ Հիմա հարց եմ տալիս։ Խոսքով հիմի հասկանանք, թե Աստված մեզ ծեծի։ Ո՞րն ենք ուզում։ Այսօր մեր կյանքի մեջ այդ խնդիրները որտեղից են։ Ինչի հետևանք է։ Շատերը խորում մտածում են Աստված իրեն թողել է, չէ, Աստված քեզ սիրում է։ Եվ սա է իրեն սիրո արդյունքը քո կյանքի մեջ։ Եթե քեզ ծեծի, դու Տիրոջ երեսը չես փնտրի։ Եթե սոր քո կյանքի մեջ այդ նեղությունները չլինի, դու չես խոնարհվի։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Աստված Մանասեին տարավ գերության մեջ, որն է նպատակը, որ Մանասեն ապաշխարի։ Հիմա հարց. դու Մանասեից ավելին չես։ Մանասեի համար իր որդին չէր զոհել, բայց քեզ համար զոհել է։ Ովսեա մարգարություն 5:15-ի մեջ գրված է, երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Ուրեմն Աստված նեղություն օգտագործում է ի նպաստ քեզ։ Հարց եմ տալիս, բարի է թե չէ։ Ինչի՞ չես ընդունում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ցավոք ես եւ դու թողել ենք հոգեվոր պատերազմը։ Այսօր մեր մեջ մարմնավոր պատերազմ է։ Առաքյալների մեջ կռիվ էր, թե ով պիտի լինի առաջինը։ Առաքյալների մեջ կռիվ էր ինչ-որ բանի հասնելու կամ աշակերտների։ Այսօր մենք մարդ ենք, եւ մեր մեջ այս բնությունը կա։ Եվ ամենակալ Աստված եկել է, որ մեր մեջ այս բնությունը մեռնի եւ Քրիստոս կյանքը ձևակերպի։ Բայց ցավոք այսպես չենք։ Տիրոջ մոտ խնդրանք է, քուրեր ջան, եղբայրներ ջան, ժամանակն է։ Մենք հոգեվոր երկար ժամանակահատված եկեղեցու մեջ ենք, երկար տարիներ ապրել ենք եկեղեցու մեջ, բավականաչափ հասակ ունենք։ Ինչ էր ասում Պողոս առաքյալը, նայելով ձեր հոգևոր հասակներին, որ վարտապետներ պիտի լինեք, բայց դեռ տակավին կատնկեր մանուկ եք։ Ես չկարողացած ես այդ խոսել ինչպես հոգևորներ։ Կամ Պողոս առաքյալը Տիմոթեոսի թղթերում 2 Տիմոթեոս հետևյալն էր ասում, Աստված պաշտության կերպարանք ունեն, բայց անոր զորություն ուրացած են։ Ինչի՞։ Այսօր մենք պիտի լուրջ ապաշխարենք։ Իսկ այս ամենը մեր կյանքի մեջ կձևակերպին ամենը մեկ բանով։ Եղբայրներն ասացին Քրիստոս կյանքով, իսկ Քրիստոս կյանքը որտեղ է։ Իրեն խոսքի մեջ։ Եթե այսօր քո մեջ ասող խոսքը բարձրացավ, կբարձրանա նաև Քրիստոս կյանքը, կբարձրանա քո հավատքը, եւ դու երբեք խնդիր չես ունենա։
Թող Տիրոջ անունը փառավորվի։